Եվրոպական միությանը անդամակցության համար գործնական քայլեր եւ հստակ քաղաքականություն է անհրաժեշտ։ Այս պահանջով հանուն հանրապետության կուսակցությունը արտահերտ ասուլիս էր հրավիրել։ Այսօրվա ասուլիսի առիթը իհարկե Տիկին Կայա Կալլասի այցն էր Երևան եւ սա մի նոր քայլ էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առաջընթացում, սակայն մենք այստեղ ունենք շատ որոշակի նկատառումներ, այն իմաստով, որ Հայաստանը տնային աշխատանքում հստակեցումների կարիք ունի։ Ըստ նախաձեռնողների ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն ու վերջնանպատակ անդամակցությունը ենթադրում են լայնածավալ ու համապարփակ աշխատանք, որի հրատապ բաղադրիչը պետք է լինի ԵՄ անդամակցության ազգային ռազմավարության մշակումը։ Առաջին քայլը պիտի լինի ասոցիացման Եվրոպական միության հետ ասոցիացման գործընթացի ամբողջացումը։ Հայաստանը պիտի բացվի եվրոպական շուկայի համար։ Հայաստանի համար հասանելի պիտի լինի եվրոպական շուկան եւ սա պիտի լրջորեն այս ուղղությամբ աշխատանք տարվի, որպեսզի մենք սկսենք ստանդարտների բարձրացման ուղղությամբ աշխատանքներ եւ կախված չմնանք ռուսական շուկայի եւ ռուսական քմահաճույքներին։ Ըստ կուսակցության հայտարարության Հայաստանը պետք է կարողանա ԵՄ-ին ներկայանալ ոչ միայն որպես քաղաքական կամքով առաջնորդվող, այլև ինստիտուցիոնալ առումով պատրաստ ու իրավաքաղաքական չափանիշներով հստակեցված գործընկեր։ Բաբաջանյանի կարծիքով գործընթացն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայիս անդամակցության հետ։ Հայաստանի տեղը այն միջավայրում է, այն երկրների շարքում է, ովքեր ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ մենք նրանց հետ պիտի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատենք, խորացնենք այդ ընտանիքի հետ մեր հարաբերությունները, ավելի ու ավելի ամրապնդելու համար մեր ինքնիշխանությունը եւ ուրեմն տարածքային ամբողջականությունը։ ԵՄ անդամակցությունը ըստ կուսակցության ներկայացուցիչների կարևոր է նաեւ խաղաղության հաստատման գործընթացում։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։